Արարատ Միրզոյանը թող 15 հատ դղյակ առնի։ Ամեն սենյակի բոլոր պատերից էլ ու առաստաղից էլ լայն էկրան հեռուստացույց կախի, ապառիկով չտված հեռուստացույցի մուռը հանելու համար։ Քանի հատ դղյակ ուզում եք առեք, դա իմ խնդիրը չէ, բայց մի ճշտող հարց։ Դրա համար էիք հավաքվել 2018 թվականին, որ դղյակ հետ գցեիք։ Նրա համար էր հեղափոխությունը, որ մի դղյակատերը փոխվի նոր դղյակատերով ու դուք ասեք նրանցը հայտարարագրով չէր, մերը փաստաթղթով է։ Ժողովրդին ինչ փաստաթղթով է, թե չէ, մեկը ժողովրդի փողերով է դա։ Ձեզ չէին բերել, որ դղյակ սարքեք ու մուննատ գաք, 5000 զոհտակ ու մուննատ գաք, երկիրը հանձնեք ու մուննատ գաք, աղքատությունը խորացնեք ու մուննատ գաք։ Ժողովուրդը հաշվում է, թե 10,000 դրամով քանի օր կարող է հացի մասին չմտածել, իշխանավորը հաշվում է, թե իր նոր դղյակի համար քանի միլիոն վերցնի պետբյուջեի պարգևավճարային ֆոնդից։ Ասում է, մինչ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ենք շփվում, Արարատն է ասում, եւ նկարվում, նրանք իմ պատի հետ են նկարվել։ Իսկ այդ քաղաքացու հետ որ շփվում եք, ասում եք, որ իրեն հիմարացնելով դարձակ դղյակատեր։ Ընդհանրապես, ինչ երեսով եք դուք գնում քաղաքացու հետ հանդիպման։ Եթե 2018-2021 թվականների խոստումների մեջ գրեիք, որ գալու եք դղյակ շինեք, այո, այսօր կարող եք դուխով գնալ, բաց ճակատ կանգնել ու ասել. մեր խոստումը կատարել ենք։ Միրզոյանը դղյակ ունի, Կոնջորյան, Պապիկյան, Ալեն, Ավինյան, Սանոսյան, բան դղյակ ունեն։ Ով էլ դղյակ չունի ԿՊ-ից, այնուամենայնիվ մի քանի անշարժ գույք է ձեռք բերել։ Մի հատ էլ ընտրեք, որ իրենց տներն էլ դառնան դղյակ։ Ժողովուրդը ոսկե ձկնիկն է, որ ԿՊ-ի խրճիթը սարքել է պալատ։